Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Չախոյան։ Բարև ձեզ։ Պարոն Չախոյան, նախ սկսենք գնահատականից, ընդհանուր առմամբ նախընտրական թողուբոհը կարելի է ասել սկսվել է։ Ձեր գնահատմամբ ինչ է կատարվում ընդհանուր առմամբ եւ արդյոք ձեզ մոտ էլ դեժավյու չկա, Սերժ Սարգսյանական ժամանակները չեք հիշում հակակոռուպցիոնի վերջին բացահայտումները հաշվի առնելով։ Ինչպես արդեն ճիշտ նկատեցիք, նախընտրական թողուբոհը սկսվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով այս ընթացքում կուսակցությունները, դաշինքները, որոնք մասնակցելու են ընտրություններին, ներկայացրել են իրենց ցուցակները, բայց սրան զուգահեռ տեղի են ունենում պրոցեսներ Հայաստանի Հանրապետությունում, երբ կարելի է ասել ամենօրյա պարբերականությամբ ընտրակաշառքի բացահայտման դեպքեր են գրանցվում մեր իրավապահների կողմից։ Նախորդ օրն էլ է եղել, երեկ էլ է եղել, այսօր էլ է եղել։ Այսինքն դրանք համակարգային բնույթ ունեն։ Դրանք ունեն համակարգային բնույթ, բնականաբար առանձին վերցրած դեպքեր չեն, ընդ որում ընտրակաշառքի դեպքերը, որոնք արդեն իսկ բացահայտվել են, գրանցվում են հայտնի Կալուգեցի օլիգարխի թիմակիցների կողմից, դրան հաջորդում են իրավապահների կողմից իրականացված գործողությունները, ինչ վերաբերում է ձեր մատնանշած դեժավյուին, այո, կարելի է ասել դեժավյու ենք ապրում, որովհետև այն գաղտնալսումները, այն ձայնագրությունները, որոնք մենք լսում ենք, այն լեքսիկոնը, այն նողկալի, եղկելի, զազրելի խոսույթը, որ լսվում է այդ ձայնագրություններում, այո, մեզ հիշեցնում է Սերժ Սարգսյանի ժամանակվա այն պրոցեսները, որը մենք վաղուց, մեր հասարակությունը վաղուց արդեն իսկ մերժել է, դեռևս 2018 թվականին։ Այդ ձայնագրությունների մեջ ակնհայտորեն խոսում են եւ լսվում է ժամանակին հանրապետական կուսակցության համար ընտրակաշառքով ձայներ հավաքողների խոսույթը։ Այն հայտնի ընտրակաշառատուները, ընտրատասովշիկները, այսպես ասած, թաղային խուժանները, որոնք ժամանակին հանրապետական կուսակցությանն էին ծառայում եւ Սերժ Սարգսյանի համար ձայներ էին հավաքագրում ընտրակաշառք բաժանելով, փաստացի այսօր ծառայում են Կալուգեցի օլիգարխին։ Բայց մեր իրավապահները փառք Աստծո տեղում են, ինչի համար շատ շնորհակալություն եմ հայտնում մեր իրավապահ համակարգին, շատ արագ արձագանքելու եւ այս զազրելի պրոցեսների դեմը առնելու համար եւ փաստացի փորձելու են այս պրոցեսների դեմը առնել եւ կանխել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման պրոցեսը, որը նախաձեռնվել է Կալուգեցի օլիգարխի կողմից, ինչպես նաեւ նրան հարող, աջակցող ուժերի կողմից։ Պարոն Չախոյան, իսկ ստացվելու է այդ պրոցեսների դեմը առնել, որովհետև դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ սրանք 1-2 առանձին դեպքեր չեն, սրանք համակարգային բնույթ ունեն, եւ արդյոք իրավապահ համակարգ այս կարճ ընթացքում կհասցնի բացահայտել բոլորին եւ այսպես ասած դեմը առնել այդ գործընթացի եւ չի կարող կոլապսի առաջ կանգնել, եթե դրանք համակարգային են ու մենք տեսնում ենք ինչ մեծ ծավալների են հասնում։ Տեսեք, խնդիրը ինչումն է, ավելի քան վստահ եմ, որ Կալուգեցի օլիգարխն ու նրա թիմակիցները իրենց ամբողջ ներուժը կենտրոնացրել են նրա վրա, որ այո, շատ մեծ ծավալների համակարգային ընտրակաշառք բաժանեն, այս տրամաբանությամբ առաջնորդվելով, որ շատ լավ, եթե նույնիսկ 10 հոգի է ընտրակաշառք բաժանում, 10-ից 5-ին բռնենք, այն 5-ը կարող է ճակերտավոր ասած պլստան իրավապահ համակարգից, բայց ես վստահեցնում եմ, որ մեր իրավապահ համակարգը տեղում է եւ ցանկացած ընտրակաշառք տվող ու վերցնող օրենքի ողջ խստությամբ պատասխան է տալու։ Ասեմ ավելին, այսօր հրապարակվել է նոր ձայնագրություն, որտեղ փաստացի Ռուսաստանաբնակ Կալուգեցի օլիգարխի Ռուսաստանաբնակ թիմակցին գաղտնալսել էին եւ բացահայտել էին այն զազրելի պրոցեսը, ընտրակաշառք տալու այն պրոցեսը, որի մեջ նա թաթախված էր։ Ես վստահեցնում եմ, որ այդ թվում նաև ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլ նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս մեր իրավապահ համակարգը հսկում է պրոցեսները ու բնականաբար հենց այս դեպքի համար, օրինակի համար եթե վերցնենք, այդ Ռուսաստանաբնակ այդ կաշառատուն, որ օրը ժամանեց Հայաստան, նրան դիմավորելու են մեր իրավապահները։ Եվ այո, այս ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ զանգեր ու տեղեկություններ այն մասին, որ Կալուգեցի օլիգարխի թիմակիցները
Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին կաշառք են առաջարկում, ինչի դիմաց վերջիններս պետք է ժամանեն Հայաստան, ընտրեն կալուգեցի օլիգարխին, բայց այդ process-ներին հետևում է նաև մեր իրավապահ համակարգը։ Ու ցանկացած կաշառք տվող ու վերցնող Հայաստան ժամանելուն պես օրենքի առաջ խստագույնս պատասխան է տալու։ Պարոն Չախոյան, բայց նկատենք, որ նույն ձայնագրության մեջ, երբ որ առաջարկում է, ասում է հունիսին դու էլ կգաս, ասում է իմ կարիքը չկա գալու, ես այստեղ մի շարք կապեր ունեմ, որոնք կարող եմ օգտագործել, 4 ընտանիք եմ պահում կամ 40 հոգու կարող եմ միանգամից ապահովել, այսինքն ինչ որ արքու վաճառքի իհարկե ոչ հաճելի խոսակցություն է, բայց ասում է ես կարիք չունեմ անգամ գալու։ Շատ ճիշտ նկատեցիք, իսկ ինչի համար ասում կարիք չկա գալու, որովհետև ինքն էլ է շատ լավ գիտակցում, որ Հայաստան ոտք դնելուն պես բախվելու է մեր իրավապահ համակարգին։ Այդ վախը այդ մարդկանց մեջ կա։ Տեսեք, ամբողջ խնդիրը ինչու՞մն է կայանում։ Կալուգեցի օլիգարխի թիմը, այն վերնախավը օգտագործում է շատ ավելի ստորին խավերի, այն թաղային խուժանին, ու դրանց միջոցով ընտրակաշառք է բաժանում։ Բայց թե վերնախավը կալուգեցի օլիգարխի, թե կալուգեցի օլիգարխը, թե նրա եղբոր որդիները, թե նրա եղբայրը պատասխանատվություն չեն կրում։ Կոպիտ ասած, ռուսերեն մի հայտնի բառակապակցություն գոյություն ունի, ռասխոդնի մատերիալ, որպես թափոն են օգտագործում այդ զանգվածին ընտրակաշառք բաժանելու համար։ Հիմա թե դրանցից քանիսին կբռնենք, քանիսը պատասխանատվության կենթարկվի, թե դրանցից քանիսը քանի տարի կալանավայրում կանցկացնի, ես հավատացնում եմ ձեզ, դա կալուգեցի օլիգարխին ու նրա մերձավոր շրջապատին չի հետաքրքրում։ Ինչպես արդեն ասեցի, որովհետև իր համար գործ անողներին, ընտրակաշառք բաժանողներին վերաբերվում է որպես ռասխոդնի մատերիալ։ Այս ընթացքում իդեպ նաև մի հետաքրքիր երևույթի էլ ենք բախվել, այս ընթացքում նույն կալուգեցի օլիգարխի համար բազմաթիվ մարդիկ օրավարձով ավտոբուսներ են տրամադրել, այդ ավտոբուսների վրա օլիգարխի մեծ պաստառներն են փակցված, ինչը օրենքի խախտում է եւ բնականաբար ես բազմաթիվ վարորդներից արդեն իսկ ստացել եմ բողոքներ, որ պարեկները դրա համար տուգանում են օրենքով սահմանված կարգով, ընդ որում այդ խախտումները չեն վերանում, հետևաբար նաև տուգանումները կրում են պարբերական բնույթ։ Ինձ դիմել է նույնիսկ քաղաքացի, ում վրա մեկ ամսվա ընթացքում 1.5-ից մոտ 2 միլիոն դրամի տուգանք է գրվել։ Օրենքը խախտելու համար։ Այդ ամբողջ խնդիրը ինչու՞մն է կայանում, ու երբ որ ինքը դիմել է, որպեսզի հատուցեն իրեն կալուգեցի օլիգարխը ու նրա թիմակիցները այդ կրած դրամական վնասի համար, որովհետև այդ օլիգարխի մեծ պաստառի համար է ինքը տուգանվել։ Վերջինիս պատասխան են տվել, որ այդ դրամական հարցերը կլուծվեն ընտրություններից հետո։ Սա ինչի համար է արվում։ Իսկ ինչի համար է արվում։ Մի շատ պարզ պատճառով, որովհետև ընտրություններից հետո, երբ որ արդեն գրանցվի արդյունքները, ասելու են դե բան չենք կարող անել։ Մենք հույս ունեինք, որ կգանք իշխանության եւ ճակերտավոր ասած կջրենք այդ ակտերը, իսկ նման բան չի կարող լինել, իշխանության չեն գալու, թող մեծ հույսեր չփայփայեն։ Բնականաբար այդ ակտերի ու տուգանքների պատասխանատուն մնալու են վարորդները։ Օգտագործում են բոլորին, թաղային խուժաններին, ավտոբուսի վարորդներին, ընտրակաշառք բաժանողներին որպես ռասխոդնի մատերիալ։ Իրենց նպատակին հասնելու համար չհասան նպատակին իրենց ձեռքները լվանալու են այդ process-ներից ու հեռու գնան կամ դուք ոնց եք պատկերացնում այդ թաղային խուժանների միջոցով որ ընտրակաշառք են բաժանում այդ կալուգեցի օլիգարխը իր համար ընտրակաշառք բաժանողների համար վաղը չեմ ուսոր գնալու է դատարանների դիմաց ինչ որ ակցիաներ անի ոնց է աջակցելու ոնց է պաշտպանելու ոնց է փրկելու օրենքի առաջ պատասխանատվությունից Ոչ մի կերպ, ռասխոդի մատերիալ են իր համար, ընդամենը այդքան բան, ու ես ասել եմ ու էլի եմ ասում, կոչ եմ անում մեր հասարակությանը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում բնակվող մեր քաղաքացիներին, այնպես էլ այլ երկրներում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում բնակվող մեր քաղաքացիներին զերծ մնալ որևիցե կերպ կալուգեցի օլիգարխի ու նրա թիմակիցների հետ հարաբերվելուց, որևիցե գործարքի գնալուց, որովհետև այդ process-ներին ուշադիր հետևում են մեր իրավապահները ու ուշ թե շուտ
ընտրակաշարք տալու ու ստանալու ցանկացած դեպք բացահայտվելու ու օրենքի առաջ խստագույնս պատասխան են տալու ու այդ ժամանակ ոչ մեկ իրենց չի փրկելու, առավել եւս կալուգեցի օլիգարխը։ Պարոն Չոխյան, մենք այդ ձայնագրություններում նաև այսպես ակներև է, թե ինչպես կարմիր թելի նման այդ գիծը կա, թե ինչքան քաղաքացու արժանապատվությունը նվաստացնող խոսույթ կա եւ անգամ վարձավճարը կտամ, գազի գումարը կտամ, մի շալվար, մի բլուզ կա, այս խոսույթին կուզենամ նաև անդրադառնալ եւ նաև Երեք Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության է գալու մի ուժ, որը արդեն հարուստ է եւ կարիք չունի հարստանալու, այսինքն իրենք կուշտ են, մաքուր ձեռքերով, իդեպ դրա մասին հաճախ են հայտարարում։ Եվ վերջում ամենակարևորը, արդյոք այս բոլոր հանգամանքները կրկին գալիս հանգում ենք նույնին։ Հիմք չեն տալիս, որպեսզի օրենքի ուժով այս ուժը դուրս տրվի ընտրական process-ներից։ Քաղաքացու իրավունքների ոտնահարում, տոտալ ոտնահարում, արժանապատվության ոտնահարում, հայտարարություններ, որոնց մասին դուք խոսեցիք։ Շատ ճիշտ եք նկատել, ձայնագրություններում ակնհայտ երևում է, թե ինչպես այդ նույն թաղային խուժանը իրենց իսկ թիմակիցների, ընտրողների հանդեպ նողկալի, զազրելի խոսույթով արտահայտվում, անգամ հայհոյանքներ են հնչում սեփական թիմակիցների հանդեպ։ Ճիշտ եք նաև նկատել, որ այդ ձայնագրություններում լսվում է, թե ինչպես են փորձում մարդկանց արժանապատվությունը ոտնահարելով, ինչ որ շալվար, սվիտեր, գազի փող վճարել խոստանալով, փորձում ստորացնեն մարդկանց արժանապատվությունը ոտնահարեն ու վերջիններից ձայնը գնեն։ Լավ, այդ կալուգեցի օլիգարխը, որ ասում են մենք հարուստ ենք, գալու ենք, կառավարենք, այդ հարստությունով չեն երկիրը կառավարում։ Դե նաև ասում է ուժեղ ենք։ Այն որ կալուգեցի օլիգարխը ունի միջոցներ ֆինանսական, դա չի նշանակում, որ իր արյունը կապույտ է ու բարձր է իրեն դասելու մնացած բոլորից։ Չի լինելու նման բան ու իրականում չկա նման բան։ Որևիցե մեկին ընտրակաշարք տալով, այս մարդիկ կարծում են, թե այդ մարդու հանդեպ ունեն բոլոր իրավունքները։ Կաշառք վերցնողներին վերաբերվում են որպես ապրանքի։ Այդ ձայնագրություններում ակնհայտ լսվում է, պարզ լսվում է։ Այն մարդկանց, ում տվել են ընտրակաշարք, այդ մարդկանց հասցեին արտահայտվում են գլխաքանակով, որպես ապրանք են խոսում։ Դե 500-ը կգա, այն 450-ը որակով է, այն 50-ն էլ դե 50-ը ինչ են, անորակ են։ Այն 50 հոգի քաղաքացին անորակ են ձեր համար։ Բոշա, դա ինչ խոսույթ է քաղաքացիների մասին։ Շունշանգյալ, ինչ խոսույթ է քաղաքացիների մասին։ Այո, շատ ճիշտ նկատեցիք։ Կալուգեցի օլիգարխի բերած այդ խոսույթը, որ մենք փող ունենք, արդեն հարուստ ենք։ Այ այդ մտածելակերպն ու տրամաբանությունն է իրանց մոտ գործում, որ եթե իրանք փող ունեն ու ընտրակաշարք են տալիս ինչ-որ մեկին, կարող են նաև շունշանգյալ ու բոշա համարել, մարդկանց առու վաճառքով զբաղվեն։ Շատ կոպիտ օրինակ բերեմ, նման օրինակ խոսույթներ, գիտեք ես մեկ էլ որտեղ եմ լսել, երբ որ ինչ-որ մի ֆերմեր իր անասուններին, եղջերավոր անասուններին օրինակի համար պատրաստվում է վաճառել մի ուրիշ ֆերմերի, այդ ժամանակ գլխաքանակի մասին առևտուր է գնում։ Ասում է դե 100 գլուխ անասունը կտամ քեզ, այն 80-ը որակով են, այն 20-ն էլ քիչ են կատ տալիս։ Շատ կոպիտ օրինակ եմ բերում, բայց փաստացի դա է։ Ուզենք չուզենք դրա հետ պետք է առերեսվենք, համակերպվենք դրա հետ։ Մարդկանց գլխաքանակով առևտրի մասին է խոսքը գնում։ Ու այն որ կալուգեցի օլիգարխը փող ունի, դա դեռ չի նշանակում, որ իրավունք ունի մարդկանց վերաբերվել որպես ապրանքի, որպես բոշայի, որպես շունշանգյալի։ Պարոն Չոխյան, հարցս կրկին օդում մնաց, ինչու այս ուժը օրենքի ուժով դուրս չի դրվում ընտրական process-ներից ու սա իմ պահանջը չէ։ Բնավ քաղաքասարակությունն է նաև դրա մասին խոսում շատ ակտիվ։ Ես կարծում եմ, որ ձեր հարցի հասցեատերը ես չեմ որոշելու որևիցե ուժ իրավունք ունի մասնակցելու ընտրություններին, թե ոչ։ Ուժերի ընտրություններին մասնակցության իրավունքը տալիս է կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ինչպես նաև գրանցում է մասնակցությունը։ Ես կարծում եմ ձեր հարցի
հասցեատերը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է։ Այսինքն ժողովրդավարության բարիքներից ենք օգտվում, ինչպես հաճախ սիրում եք նշել, որ դե ժողովրդավարությունը բոլոր ուժերը իրավունք ունեն, հավասար իրավունք։ Հիմա սա նաև հավասար իրավունքի մասին է, պարոն Չախոյան, որովհետև շատ ուժեր էլ պնդում են, որ նույն օլիգարխի, հայտնի օլիգարխի գումարների հետ իրենք չեն կարող մրցել։ Սա հավասար նաև մրցակցային պայմանները ինչ որ իմաստով չի։ Բա իրավապահ համակարգի այս ամբողջ աշխատանքը ինչի համար է, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ ստեղծեն բոլոր ուժերի համար։ Բա ինչի համար են այսքան բացահայտումները, որ կեղծարարությամբ հնարավոր չլինի Հայաստանի Հանրապետությունում ընտրություններ կեղծել ու իշխանություն զավթել։ Այս ամբողջ process-ները հենց սրա համար են, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար։ Թե չէ օրինակ մի ուժը ունի գումար կբաժանի ու ձայները կգնի քաղաքացիների, ընտրակաշառքով շատ ձայներ կհավաքի, այն մյուսը չունի այդ գումարը, չի կարող զուտ իր գաղափարախոսությունները առաջ տանելով ձայներ հավաքել։ Այս բոլոր process-ները հենց դրա մասին են։ Հենց դրա համար են արվում, որ բոլոր ուժերի համար ստեղծվեն հավասար պայմաններ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենան արդար ու թափանցիկ ընտրություններ, հավասար պայմաններով բոլոր մասնակցող ուժերի համար։ Թե չէ, եթե չլիներ այս ամեն ինչը, պարզ է, չէ, ինչ կլիներ արդյունքը։ Եվ քանի որ նաև դժգոհություն կա նույն ուժեղ Հայաստանի կողմից, որ ծանր հրետանին եք որոշել գործից հանել, այսպես շարքից հանել, նույն Կանդասի մասով Արտուր Ավանեսյանի, որը օրերս ձերբակալվեց, այսինքն այստեղ էլ հավասար մրցակցային պայմանները արդյոք չի խախտվում։ Կներեք, այդ որ ծանր հրետանու մասին է Կանդասի։ Իսկ ինչով է ծանր Կանդաս կոչվածը։ Ընտրակաշառք տալով է ծանր։ Մարտունու մարտական դիրքերի սեփական որդուն մարտական գործողությունների ժամանակ փախցնելով է ծանր։ Ինչով է ծանր, ուզում եմ հասկանամ։ Ծանրությունը ինչու՞մն է կայանում Կանդազի, որ իրա ներկայացնելով 6 տարեկանում շունը քիթը կծել է, դա է ծանր։ Մի հատ լեգենդ էին տարածել, թե պատերազմի ժամանակ է ստացել վիրավորում, այդ տեսեք կռված ուժեղ հրամանատար է լեգենդար։ Ինչով է լեգենդար, ինչով է ծանր։ Որ իր ասելով շան հետ իրար կերել են, դրանով է ծանր։ Ինչով է ծանր, երբ որ պատերազմի օրերին Լեռնային Ղարաբաղում Զորքի շրջանում խուճապ է տարածել, ինչի համար էլ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահի Արայիկ Հարությունյանի կողմից տրված հրահանգով կալանավորվել է, մեկուսացվել է, դրանով է ծանր, խուճապ տարածելով է ծանր։ Ես չեմ հասկանում, թե ինչով է ծանր։ Ընդամենը շարքային կաշառատու է, ավելի ոչ մի բան։ Կամ այդ լեգենդար հրամանատարը, բայց այդ իր լեգենդար հրամանատարի ուժը ինչ չէր օգտագործում Լեռնային Ղարաբաղում։ Իրավիճակ կարար, չէ՞, փոխեր։ Կան ուժեղ լեգենդար հրամանատար ծանր հրետան է, բայց Լեռնային Ղարաբաղում էր դրանից առաջ, բախի իրավիճակ չէր փոխում։ Հենց եկան Հայաստան, պարզվեց ինքը լեգենդար հրամանատար է։ Լեգենդար հետախույզ է։ Կամ այդ լեգենդար հետախույզի լեգենդար լինելը ինչով էր պայմանավորված։ Լեգենդար հետախույզը շատ ծիծաղելի է իմիջալից։ Լեգենդար հետախույզը բռնվեց գաղտնալսումով, որտեղ ընտրակաշառք էր խոստանում։ Լեգենդար հետախույզ էր։ Պարզ գաղտնալսումով, ձայնագրությունով բռնվեց։ Դրա լեգենդարը ինչու՞ն է կայանում։ Ամեն դեպքում ես մնում եմ այն կարծիքին, որ Կանդազի լեգենդար լինելը ամենայն հավանականությամբ վերաբերում է նրան, որ իր ներկայացնելով 6 տարեկանում շան հետ իրար կերել են, ընդհանրապես այսքանը։ Ամեն դեպքում ասացիք Արցախի համար ինչու չէր պայքարում, այստեղ էլ է խոսել Արցախի մասին, ասել է, որ այո, Արցախի էջը փակված չէ եւ կարող է փակված լինել միայն այն դեպքում, եթե պատերազմով վերադարձնեն։ Պատերազմի ու խաղաղության խոսույթը նաեւ հասկանանք, պարոն Չոխյան, նույն Կանդազը ինչ է խոստանում։ Տեսախցիկների առաջ կան, չէ՞, տեսաձայնագրությունը ինչ է ասում, ասում է, չեք հանգստացել։ Հանգստանալու ենք այն ժամանակ, որ երբ որ Ղարաբաղը վերադարձնենք։ Կալուգեցի օլիգարխի անվտանգային հարցերով զբաղվող այդ լեգենդար հրամանատարը հետախույզ ասում է Ղարաբաղ ենք վերադարձնելու։ Երեք էլ նույն Կալուգեցի օլիգարխը լրագրողների դեմը նստած ասում էր պետք է ամեն ինչ անենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձի համար Ղարաբաղ։ Եկեք հələ մի հատ հասկանանք, էլի։ Ոնց է հնարավոր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձ Ղարաբաղ։
Այս պայմաններում դա հնարավոր է միայն մեկ դեպքում։ Որ դեպքում։ Պատերազմով։ Երբ որ պատերազմով նորից Ղարաբաղ կվերցնեն։ Նոր պատերազմ են ուզում բերեն Հայաստանին։ Նոր պատերազմի մեջ են ուզում ներքաշեն Հայաստանը։ Ու այդ ժամանակ արդեն հարց է ծագում։ Լավ, եթե այս մարտիկ Լեռնային Ղարաբաղ են խոստանում վերցնել, հետ բերել, վերադարձնել, ո՞նց են անելու։ Ում հաշվին են Ղարաբաղ հետ բերում։ Ում երեխաների հաշվին են Ղարաբաղ հետ բերում։ Ում երեխաների արյան գնով են ուզում Ղարաբաղ վերադարձնեն։ Ես չեմ կարծում, թե Կալուգեցի օլիգարխը իր դասալիկ Գերդաստանի հաշվին է վերադարձնելու Ղարաբաղը։ Բանակից թռած, փախած եղբոր որդիների հաշվին է ուզում Ղարաբաղ վերադարձնի։ Սեփական որդիների հաշվին է ուզում Ղարաբաղ վերադարձնի, էլի բանակից փախած։ Ում հաշվին։ Այսինքն շանտաժ կամ մանիպուլյացիա չէ, երբ երկընտրանք է դրվում հստակ, որ այս ընտրությունները խաղաղության ու պատերազմի միջև են լինելու, որովհետև բացարձակապես Ղարաբաղ վերադարձնել, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ վերադարձ Ղարաբաղ հնարավոր է միայն մեկ դեպքում՝ պատերազմի միջոցով։ Եվ այո, այդ ժամանակ այդ կարմիր գիծը գծվում է խաղաղություն թե պատերազմ, ու հենց սրա մասին են այս ընտրությունները։ Մեր քաղաքացին հունիսի 7-ին գնալով ընտրատեղամաս ընտրելու է խաղաղություն թե պատերազմ։ Խաղաղության դեպքում ընտրելու է քաղաքացիական պայմանագիր։ Իսկ եթե նախընտրում է պատերազմ, ինչին ես շատ խիստ կասկածում եմ, ապա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե ցանկանում է պատերազմ, կարող է ընտրել պատերազմի եռագլուխ կուսակցություններից որից է մեկին։ Ծառուկյանի կուսակցությանը, Կալուգեցի օլիգարխի կուսակցությանը, Ռոբերտ Քոչարյանի դաշինքին։ Գալով Գելափի հարցումներին, պարոն Չախոյան, եթե հաջորդ կիրակի օրը ընտրություններ լինեն, քաղաքացիական պայմանագիրը ամենայն հավանականությամբ կստանա 26.7%-ի ձայները, ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ Բարգավաճ Հայաստանը միասին։ Ես չեմ կարծում, թե ընդհանրապես արժե Գելափի վրա կենտրոնանալու հարգելիներս 2021 թվականի ընտրություններ Գելափի հարցման արդյունքներով քաղաքացիական պայմանագիրը վարկանիշով զիջում էր Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքին։ 2021 թվականին Ռոբերտ Քոչարյանի Գելափի հարցումներով Ռոբերտ Քոչարյանը 5 պակաս արդեն վարչապետ էր։ Բայց ընտրությունների արդյունքները ինչ ցույց տվեցին։ Լրիվ հակառակը։ Այնպես որ այս դեպքում ես կարծում եմ ընդհանրապես Գելափի վրա պետք էլ չէ ուշադրություն դարձնել։ Այդ նկարած հարցումները ես ես հավատացնում եմ ցանկացած մարդ կարող է նկարել։ Դրանք ընդհանրապես նկարած թվեր են, ավել ոչ մի բան։ Կարապետյաններն էլ արդեն հայտարարում են, որ հունիսի 8-ին արդեն այլ իրավիճակ է լինելու, վարչապետներն են լինելու։ Սարգիս Կարապետյանը անգամ հորդորում էր Մակրոնին չհանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, մի անգամից հանդիպել Սամվել Կարապետյանի հետ, որովհետև Իսկ ոնց են պատկերացնում Ֆրանսիայում քրեական գործով անցնող Կալուգեցի օլիգարխը, ով նաև ինչքան տեղյակ եմ, հակընդեմ հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ, դրանից հետո սպասում է, որ Ֆրանսիայի նախագահը պետք է գնա իր տուն, իր հետ հանդիպի։ Այդ լուրջ եք ասում։ Կնայեք, բայց այս ամեն ինչը շատ զավեշտալի է։ Իսկ ինչ վերաբերում է Կալուգեցի օլիգարխի ու նրա թիմակիցների խոսույթին, թե հաջորդ վարչապետը լինելու է նույն ինքը Կալուգեցի օլիգարխը Սամվել Կարապետյանը, ակնհայտ կեղծիք է սա։ Ես կարծում եմ, մեր հանրությունը վաղուց համոզվել է դրանում։ Ասեմ ավելին, նույն Կալուգեցի օլիգարխը Սամվել Կարապետյանն էլ վստահ է, որ ինքը չի կարող եւ չի լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Դրա համար էլ մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա քաղաքացիություններից։ Ամիսներ անցել են մինչ օրս արձանագրված չէ, որ որևէ օտարերկրյա քաղաքացիությունից Սամվել Կարապետյանը հրաժարվել է։ Գիտեք ինչ կա, ես էլ կարող եմ անընդհատ կրկնել, դե գործընթացը սկսվել է, դե գնում է process-ը, դե տեսնենք էլի գործընթացի մեջ եք, քանի ամիս շարունակ։ Ես ձեզ վստահեցնում եմ, մինչև ընտրությունների օրն էլ իրենք պատասխանելու են։ Դե գործընթացը սկսել ենք, process-ի մեջ ենք։ Ու վստահեցնում եմ, Սամվել Կարապետյանը, Կալուգեցի օլիգարխը չի հրաժարվելու օտարերկրյա քաղաքացիություններից, որովհետև ընտրություններից հետո իր քաղաքական ուժի հավաքած ձայները
մատուցելու է Ռոբերտ Քոչարյանին, որովհետև ընդդիմության հավաքական վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, ինչից հետո փախնելու է Հայաստանի Հանրապետությունից։ Իսկ այդ օտարերկրյա անձնագրերը Սամվել Կարապետյանին պետք են Հայաստանից փախնելու համար։ Իսկ քիչ չէ նաև իրենց մեջ հակասությունները, պարոն Չախոյան, տեսնում ենք, որ իրենց թիմերը որքան էլ որ այսպես հետաքրքիր դերաբաշխում է արված, թե հանրապետականները, թե քոչարյանականները տեղ են գտել Կարապետյանների ցուցակում, բայց նաև տեսնում ենք, որ ինչ-որ ներքին բանավեճ կա։ Դա ընդհանրապես էժանագին շոու է, ավել ոչ մի բան, որով փորձում են մեր հանրությանը խաբեն, տեսեք, ես ընդդիմադիր եմ, ինքն էլ է ընդդիմադիր, բայց ես իրանից ավելի ուժեղ ընդդիմադիր եմ, ավելի ռադիկալ ընդդիմադիր եմ։ Դա ընդհանրապես շոու է, թատերական բեմականացում, որով փորձում են մեր հանրությանը խաբեն ու ձայներ կորզեն, ավել ոչ մի բան։ Այդ մարդիկ ընդհանրապես 2 օր առաջ Կալուգեցի օլիգարխին աջակցություն են հայտնել սպասվող ընտրություններում Կալուգեցի օլիգարխն էլ հայտարարեց, որ այո, հնարավորություն ունեն մեզ աջակցելու։ Սա ինչի մասին է խոսում, ժողովուրդ ջան, որ ի վերջո միանալու են այս ուժերը։ Ու իզուր չէ, որ մենք ասում ենք պատերազմի եռագլուխ կուսակցություն, որովհետև այս ամեն ինչը թատերական բեմականացում է ընդհանրապես։ Բելարուսի օլիգարխը, Կալուգեցի օլիգարխը, Ռոբերտ Քոչարյանը, այս 3 ուժերը միավորվելու են իրար հետ ի վերջո։ Ու այս ուժերի վարչապետի տեխնացուն Ռոբերտ Քոչարյանն է, որովհետև Կալուգեցի օլիգարխը իրավունք չունի եւ չի կարող լինել վարչապետի տեխնացու, իսկ Բելարուսի օլիգարխը չի ուզում լինել վարչապետի տեխնացու։ Իսկ Ռոբերտ Քոչարյանը ստացվում է այս պարագայում ուզում է, նկատի ունեմ մինչ այդ հայտարարել էր նաև, որ իր համար էլ հաճելի չի գնալ մարդկանց հետ շփվել, հատկապես այդ նախընտրական շրջանը։ Իսկ կներեք, եթե նախընտրելի չէ հանրության հետ շփվել, նախընտրական process-ի մեջ մտնել, իսկ ով է ստիպել Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել որպես վարչապետի տեխնացու։ Իսկ միգուցե ավելի պարզ ու հստակ ձևակերպի ասի, որ իրեն ստիպում են, ինչպես նաև բացահայտի մեր հանրության համար, թե ով է իրեն ստիպում։ Չնայած մինչ այս տարածված ձայնագրություններով էլ նույն Քոչարյանի մասնակցությամբ ինձ թվում է մեր հանրությունը հասկացել է, թե եթե Քոչարյանին ստիպումել են մտնել ընտրական process-ի մեջ, ով է ստիպում, որ կայսրությունը, աշխարհաքաղաքական որ կենտրոնը։ Իսկ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, քանի որ դուք տարաք այդ գծով մեր խոսակցությունը, որ ռուսամետ ուժերը իր ցանկությունն է, որ մասնակցեն, նաև իր քաղաքացու մասին խոսեց, այդ հայտարարությունը ինչ նպատակ ուներ։ Դա ավելի շատ օգնեց նույն ուժերին, թե հակառակը խանգարեց, որովհետև ըստ էության արդեն Վլադիմիր Պուտինը երկընտրանք չթողեց այս ուժերին, գիտեք, իրենք պարբերաբար նեղվել են այդ անվանարկումից, այսպես ասած, որ իրենց ռուսամետ են անվանում։ Գիտեք, ինչ կա, նախ ես չեմ կարծում, թե Ռուսաստանի Դաշնության նախագահի այդ հայտարարությունով պայմանավորված է ինչ-որ մեկի վարկանիշը Հայաստանում բարձրանալու կամ իջնելու։ Կար մի ակնհայտ բան, Կալուգեցի օլիգարխը Ռուսաստանի քաղաքացի է, Հայաստան է ժամանել Կալուգայից։ Սա նոր բացահայտում չէր որևիցե մեկի համար։ Մեր հանրությունը հստակ ճանաչում է այդ մարդուն, թե որ կենտրոնից է եկել։ Մեր հանրությունը նաև հստակ գիտի, որ Կալուգեցի օլիգարխը հսկայական ունեցվածք ունի նույն Ռուսաստանի Դաշնությունում։ Ու չի պատկերացնում մեր հանրությունը, թե ոնց կարող է Կալուգեցի օլիգարխը դառնալ Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինչը անհնարին է եւ օրենքն էլ թույլ չի տալիս, եւ անկախ քաղաքականություն վարել։ Եվ նաև ունենալով հսկայական կապիտալ այլ պետությունում։ Ու այդ կապիտալի վրա բնականաբար ներգործություններ հնարավոր։ Խոսքը միայն Ռուսաստանի Դաշնության մասին չէ, նաև այլ պետությունների մասին է։ Կամ ոնց են պատկերացնում, այդ նույն Կալուգեցի օլիգարխը եվրոպական մի շատ երկրներում ունի խնդիրներ։ Վերջինիս պատկանող բիզնեսների վրա կան սանկցիաներ, բանկերի վրա կան սանկցիաներ եվրոպական երկրների կողմից, անձամբ իր անձի հետ կապված կան սանկցիաներ սահմանած մի շարք երկրների կողմից։ Հիմա լուրջ դեմքով նստել է տեսախցիկների դիմաց, ասում է գալու ենք եվրոպական երկրների հետ հարաբերություններ կարգավորենք, այդ լուրջ եք ասում։ Եղբայր դու ոտքից գլուխ արդեն իսկ պրոբլեմ ես, խնդիր ես։ Դու սանկցիայի տակ ես, քո անձը արդեն իսկ խնդիր ու պրոբլեմ է։ Դու սանկցիայի տակ ես այդ երկրների կողմից։ Դու ոնց ես գալու մի ամբողջ
պետության խնդիրներ կարգավորես։ Իսկ ասեմ ու ավելին, լրիվ հակառակ process-ն է սկսվելու։ Իր անձը լինելով սանկցիաների տակ, այդ նույն սանկցիաները փաթաթելու են մի ամբողջ պետության վզին, այս դեպքում Հայաստանի Հանրապետության վզին։ Եվ քանի որ նախընտրական քարոզարշավը շուտով պաշտոնապես մեկնարկելու է, պարոն Չախոյան հայտարարել են արդեն իսկ որ իրենք մեծ հանրահավաքով կամ իրենց բառերով ասեմ, ուժեղ հանրահավաքով են մեկնարկելու եւ որոշ լրատվամիջոցներ անգամ գրում են, որ քաղաքացիական պայմանագիրում այդ իմաստով արդեն մտահոգություններ, մտավախություններ եւ վերջին շրջանում ամենաշատ օգտագործվող բառերից մեկը վախ կա։ Հիմա վախեցած եք ուժեղ հանրահավաքից։ Ես վախեցած եմ այն մեծ հիասթափությունից, որը սպասվում է Կալուգեցի օլիգարխին ու նրա թիմակիցներին հունիսի 8-ին։ Ես դրանից եմ վախեցած, թե ինչ մեծ հիասթափություն է իրենց սպասվում։ Իսկ ինչ վերաբերում է մեծ հանրահավաքներին, գիտեք ինչ կա, մեր հասարակությունը այս վերջի 8 տարիների ընթացքում բազմաթիվ մեծ հանրահավաքներ է տեսել, շարժումներ է տեսել, հայրենիքի փրկության շարժում, Իշխան Սաղաթելյանի գլխավորած շարժումը, Բագրատ Գալստանյանի ճակերտավոր սրբազան շարժումը, տեսել ենք այդ ամեն ինչը։ Քանի տենց հանրահավաքներ են եկել ու գնացել, կամ այդ ինչ հանրահավաքի մասին է ընդհանրապես խոսքը։ Այդ այն հանրահավաքներն են, որ պերաշկիով, կոլայով մարդ են բերում հանրահավաքի, խոստանում էին ավելի շատ փող տալ, բայց դե վերջում քաշեցին ընդամենը 3000 դրամ տվեցին։ Ոնց որ ասվում էր հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրություններում։ Այդ հանրահավաքները են, որ փողով մարդ են բերում, լցնում հրապարակ, դրանից պետք է վախենանք, լուրջ եք ասում։ Կամ դուք ոնց եք պատկերացնում, վաղը չեմ իսօր այդ հանրահավաքներին մասնակցած մարդիկ իրենց ստորացրած անձանց պետք է գնան քվետան, իրենց բոշա շուն ու շանգյալ համարող Կալուգեցի օլիգարխին ու նրա թիմակիցներին գնալու են ձայն տալ։ Ես կարծում եմ, չէ։ Մեր քաղաքացիները ունեն արժանապատվություն։ Ու այո, հունիսի 7-ին մեր արժանապատիվ քաղաքացիները կատարելու են իրենց ճիշտ ընտրությունը, իրենց շուն ու շանգյալ ու բոշա համարողներին ցույց են տալու իրենց համապատասխան տեղը ու ճանապարհելու են հետ իրենց հայրենիք Կալուգը։ Պարոն Չախոյան, քանի որ քանիցս խոսեցինք քաղաքացու հանդեպ այդ վերաբերմունքից եւ նաեւ հայտնի խոսույթից, ինչը չէի ուզենա կրկնել, արդեն པարզ է ինչի մասին է, նույն քաղաքացու օրն էլ քաղաքացին էլի թիրախավորվեց, նույն ուժեղ Հայաստան կուսակցության սատարողները եւ անդամները պարբերաբար ամենատարբեր հայտարարություններ են անում, ընդ որում այդ լուսանկարը հրապարակելով բազմահազարանոց հանրապետության հրապարակից եւ մարդկանց անվանակում էին թուրք եւ ազերի, ասում էին, որ այնտեղ հայեր չկան եւ ամենավերջին հայհոյախառը այսպես խոսույթով թիրախավորում մարդկանց։ Այսինքն այդ ընկալումն էլ չկա այնուամենայնիվ քաղաքացու հանդեպ այդ հարգանքը, վերաբերմունքը եւ չկա ընկալումը, որ նույն քաղաքացին է գնալու եւ քվեարկելու։ Այսինքն այստեղ ամենակարևոր խողովակը հունիսի 7-ին էլի քաղաքացին է, ինչու չկա այս ուժերի մոտ այդ պրիմիտիվ པարզ ընկալումը։ Ես ասեմ ձեզ, դուք բերեցիք վառ ու թարմ օրինակ, բայց բազմաթիվ են դեպքերը, երբ ընդդիմության առանձին ներկայացուցիչներ, քաղաքական դեմքեր, այդ թվում նաև հայ հեղափոխական դաշնակցությունից հնչել են սեռական բնույթի հայհոյանքներ այն մարդկանց հասցեին, ովքեր ընտրել են կամ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին կամ նրա գլխավորած քաղաքական ուժը։ Սեռական բնույթի հայհոյանքներ են տալիս քաղաքական դեմքերը։ Արձանագրված փաստեր ունենք։ Այս տարիների ընթացքում մեր ժողովրդին ինչ անունասս կպցրեցին։ Ժեղ, զոմբի, թուրք, թրքահպատակ, դավաճան, ուրացող, հողատու, այս վերջիններն էլ թարմ դեպքերն են։ Գումարվեց դրան բոշա, շուն ու շանգյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Այս մարդիկ իրենց վեր են դասում բոլորից։ Ժողովրդին վերաբերվում են որպես ապրանքի, գլխաքանակով մարդկանց արքու վաճառքով են զբաղված։ Ու այո, նորից եմ կրկնում, հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացին դրա պատասխանը տալու է այս ուժերին։
Եվ ամենավերջում կուզենամ խոսենք այսպես վերջին շրջանում ամենաշատ խոսվող թեմաներից մեկի մասին, պարոն Չախոյան։ Հիբրիդային պատերազմ ասվածը թվում է թե այսպես շատ մոդայիկ արտահայտություն է, բայց վերջին օրերին մենք առնվազն տեսնում ենք, թե նույն օրվա ընթացքում ամենատարբեր լուրեր ինչպես են այսպես սպրտում մեդիա տարածք, օրինակ երեք խոսվում էր Լոռու մարզի Ջիլիզա գյուղը, այսպես ասած սահմանազատման սահմանագծման արդյունքում իբրև թե Ադրբեջանին հանձնելու մասին, ապա խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետի այցը կապված է նրա հետ, որ 300,000 ադրբեջանցիներ վերադառնալու են Հայաստան, վերաբնակեցվելու են, ինչպես նաև խոսվում է, գիտեք, պարբերաբար այդ խոսույթը, որ ինչ-որ բան տալու են, հանձնելու են, իդեպ նման խոսույթ կար նաև 2021 թվականին, եթե կհիշեք Միջանցքի, Սյունիքի հետ կապված, հիմա ինչպես պիտի նաև հանրությունը ճիշտ կողմնորոշվի եւ ինչպես պիտի ճիշտ սխալից կամ թացը չորից զանազանի, որովհետեւ քիչ չեն մանիպուլատիվ թեզերը, պարոն Չախոյան, եւ նաև այդ իմաստով, երբ խոսվում է Ռուսաստանի մասին, ռուսամետ ուժերի մասին, նրանք էլ հակադրում են դրան, որ իբրև թե դուք էլ աֆիլացված եք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ եւ պիտի ընտրել կամ գուբերնիա կամ վիլայետ, այս բոլոր մանիպուլատիվ թեզերը, եթե առանձնացնենք, նաև քաղաքացին, միջին վիճակագրական քաղաքացին, ինչպես պիտի կողմնորոշվի եւ ինչ պիտի հաշվի առնի։ Տեսեք, այս տարիների ընթացքում ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ շատ բարձր ու մեծ գիտակցություն է արթնացել այդ տեղեկատվություններին դիմակայելու հետ կապված, որովհետև վերջին տարիներին փորձը ցույց է տվել, որ ցանկացած տեղեկատվություն, որը ընդդիմության կողմից, ինչպես նաև արտաքին ուժերի կողմից նետվում է մեր դաշտ, մեր հասարակության մեջ, կարճ ժամանակ հետո այդ թեզը այլևս չի աշխատում։ Շատ լավ նկատեցիք ժամանակին էլ, ասում էին, այս իշխանությունը 21 թվականին, ասում էին, իշխանությունը Միջանցք է տալու Սյունիքով, ամբողջ Սյունիքն է տալու, հեսա նոր պատերազմ են բերելու եւ ինչ եղավ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ընթացքում հասցրեց համոզվեց, որ սրանք ընդամենը ապատեղեկատվական արշավներ են եղել։ Ասեմ ավելին, նույնիսկ լուր էին տարածում, թե Փաշինյանը փախնելու է երկրից։ Եվ Հայաստանի Հանրապետության քաղաքացին հասցրեց համոզվեց փաստերով, որ սրանք ընդամենը ապատեղեկատվություններ են։ Ու պետք չէ դրանց վրա ուշադրություն դարձնել։ Ես ընդամենը կոչկանեմ մեր քաղաքացիներին հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, պաշտոնական տեղեկատվությանը, չտրվել մանիպուլյացիաներին ու զերծ մնալ այդ ամեն ինչից։ Ու մի բան էլ վերջին ամենաշատ օգտագործվող շարքվող թեզերից մեկը Հայաստան են գալու 300,000 ադրբեջանցիներ։ Նախ այս կեղծիքը ամենաբարձր այդ թվում նաև վարչապետի մակարդակով արդեն իսկ հերկվել է, որ նման բանի մասին ընդհանրապես խոսք ու զրույց չի եղել եւ բնականաբար չի էլ լինելու։ Ինչի համար սկսվեց այս ամեն ինչը։ Հիմա հասկանանք։ Հայաստանի Հանրապետությունում վաղուց այլևս խաղաղություն է։ Հայաստանի Հանրապետության սահմաններին չեն հնչում կրակոցներ։ Հայաստանի Հանրապետության սահմաններին 2 տարուց ավել է որևիցե զինվոր չի զոհվել։ Բայց դեմը ընտրություններ են։ Ինչի անում են դիմությունը։ Պետք է ուրեմն մտածել կեղծ թեզ, որով կահաբեկեն մեր ժողովրդին, իրանք կներկայանան ստեղծված իրավիճակում որպես փրկիչներ ու կհամոզեն հանրությանը, որ իրանց փրկեն։ Այդտեղից է ծնվել այս 300,000 ադրբեջանցիների վերադարձի կեղծ թեզը։ Հանուն արդարության Ադրբեջանում է նաև շրջան։ Հանրությանը Ադրբեջանում այդ խոսույթը չկա։ Խոսակցություն այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հետ, թե 300,000 ադրբեջանցի վերադառնան, չկա, գոյություն չունի։ Ադրբեջանական մամուլը բացեք, նայեք, հետևեք, չկա։ Այդ խոսույթը գեներացվում է Հայաստանի Հանրապետության ներսում ընդդիմադիր ուժերի կողմից։ Դրա մասին խոսում են պատերազմի եռագլուխ կուսակցության կարկառուն ներկայացուցիչները, Բելարուսի օլիգարխը, Կալուգեցի օլիգարխը։ Այս մարդիկ դեմը ընտրություններ է, հասկանում են, որ շանս չունեն ընտրություններում ձայն հավաքելու, ամենայն հավանականությամբ դրսից իրենց տրվել է այդ թեզը, որպեսզի օգտագործեն հանրությանը իրենց շուրջ համախմբելու համար։ Արհեստականորեն մտածել են մի կեղծիկ, մի սպառնալիք, որով պետք է ահաբեկեն մարդկանց ու ստիպեն, որ իրենց շուրջ համախմբվեն, այդ դեպքում իրանք կներկայանան որպես փրկիչներ, որոնք իբրև թե գալու են
փրկեն մեզ այդ ամեն ինչից։ Երեք մի զավեշտալի միտք էլ ասեց Կալուգեցի օլիգարխը, ասեց այդ դեպքում Հայաստանի Հանրապետության բանակում կունենանք 10,000 ադրբեջանցի զինծառայող։ Սա ես կարծում եմ ընդամենը կարելի է դիտարկել սրան որպես ամենավերջի թարմ անեկդոտներից մեկը ընդամենը, ավել ոչինչ։ Շնորհակալ եմ, պարոն Չախոյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էր։ Կհանդիպենք։